Հիմա թեմաներ կան, որ ես հասկանում եմ, որ մենք կառավարության նիստում կամ առաջին անգամ ենք անդրադառնում նրան, կամ բավարար խորությամբ չենք անդրադարձել։ Այս հարցերը, տեսեք, երբ որ մենք մեր քաղաքականությունները սինխրոնացնելու եւ ռազմավարական կառավարման մասին ենք խոսում, սրա մասին է խոսքը։ Որովհետև հիմա այս հարցերի պատասխանները պետք է լինեին։ Հիմա շրջակա միջավայրի նախարարի պատասխանն ինձ դուր չեկա, որ ոնց որ հնարավորություն կա ֆինանսավորման եւ այլն եւ այլն, հիմա որ գնանք կպարզի որ կա, բայց այդքան էլ լավ չի, այդքան էլ ամբողջական չի, չնայած հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք, չնայած կադաստրի կոմիտեի անցած տարվա տարեկան հաշվետվության ժամանակ հստակ հանձնարարական տրվել է, որ ամեն նախարարություն իր հետ կապված բանի այդ շերտերի հնարավորությունները ուսումնասիրի, այդ շերտերը գույքագրի, այդ շերտերը լրացնելու բան անի, որոշումներ կայացնի։ Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում ենք, դե ասում ենք, հա երևի, դե կարող, հա դե երևի ճիշտ է սենց անել, դե երևի դե Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, սենց դե երևի, դե հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է, տենց ոնց կլինի։ Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ, թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ես կոնկրետ ժամկետներով։ Ինձ ասեք երբ է, ինչա, ոնց է։ Որովհետև էլի եմ ասում, մենք բանալ ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում ենք։ Ես չեմ կարող ամեն օր զանգեմ, ասեմ, այն երեք որ հանձնարարեցի, այդ արվում է, թե չի արվում։ Հետո մի հատ է հաջորդ օրը, հետո մի հատ է հաջորդ շաբաթ, հետո մի հատ է հաջորդ ամիս, հետո մի հատ ամառը, մի հատ ձմեռը, մի հատ գարունը, մի հատ աշունը։ Այս ռեժիմով չի լինի աշխատել։ Հետո ես գնամ ուրիշ տեղ են տրամաբանության, որտեղ պետք է այդ բանը լինի, տենամ այդտեղ մի հատ փոս է։ Ու ընդեղից վերադառնամ կամ ասեմ, բախիա փոս ու բացատրություններ։ Ինձ կոնկրետ էս ինչ հարց բարձրացրեցի, կոնկրետ պատասխան կտամ։